Նախ պետք է ասել, որ ի սկզբանե սխալ էր այդ արձանագրությունները ստորագրելը, նախապայմաններով արձանագրությունները ստորագրելը։ Ինչ վերաբերում է ուղերձին, կասեցման, ապա ըստ էության դիրքորոշման մեջ, հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Հայաստանը դուրս չի գալիս գործընթացից եւ հայտարարվել էր թե ազգային ժողովի կողմից, թե Սերժ Սարգսյանի կողմից, որ արձանագրությունները կվավերացնեն միայն Թուրքիայի կողմից արձանագրությունները վավերացնելուց հետո։ Մինչ ուղերձը միշտ կասեցնեն, դա է հայտարարվել։ Այսինքն ըստ էության փոփոխություն չկա։ Դա արվեց հաշվի առնելով տրամադրությունները, հասարակական պլանությունները թե Հայաստանում, թե Սփյուռքում, բայց ըստ էության փոփոխություն չկա։ Ստորագրությունը հետ չի կանչվել, Հայաստանը մնում է այս գործընթացի մեջ։ Կարծիք կար, որ Ռուսաստանի ճնշման տակ է Սերժ Սարգսյանը նման քայլի գնացել։ Ձեր կարծիքով ինչ է նրան դրդեց հենց այս պահին գնալ։ Ինքը շատ լավ գիտեր, 1.5 տարի էր պետք իշխանություններին հասկանալու համար, որ թուրքերը նախապայմանով են իրենց հետ։ Գիտեք, իհարկե, ի սկզբանե հենց պարզ էր, որ նախապայմաններ կան արձանագրությունների, Թուրքիան այս գործընթացը օգտագործեց թե Ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու նպատակով, թե ավելի ակտիվ դերակատարություն Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ակտիվ դերակատարություն ստանձնելու նպատակով, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, թե կարծում եմ նաև Ֆրանսիայի, Ռուսաստանի համար անակնկալ չէր այս հայտարարությունը։